այս խիստ կարճ ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ հնարավորություն կա քաղաքապետի աշխատանքները գնահատելու եւ դրա գնահատականը կարծում եմ գյումրեցիների վերաբերմունքն է։ Այսինքն այն քայլերը, որը հնարավոր է այս պահին բյուջեով իրականացնել, դա իրականացվում է։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ քանի որ նախորդ տարի խիստ անպատասխանատու կերպով կառավարող ուժը պարզապես մանդատները դրեց, խոսքը Բալասանյանի դաշինքի մասին է եւ հեռացավ, արդյունքում չի հաստատվել քաղաքի բյուջեն, այսինքն իրականացվում է կառավարումը նախորդ բյուջեի համամասնությամբ։ Սա բավականին դժվարացնում է աշխատանքները։ Բայց եւ այնպես պարոն Մինասյանը կարողացել է լուծել այն հարցերը, որոնք քաղաքապետի եւ ՏԻՄ լիազորությունների հիմնական լիազորություններն են, մասնավորապես աղբահանության հարցը, լուսավորության հարցը, կենդանիների թափառող կենդանիների հարցին մասնակի լուծում է տվել, որը շարունակական է լինելու եւ առաջ են քաշվում այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին լուծվել, կարծում եմ, նախորդ 3 տասնամյակների ընթացքում։ Եվ պարոն Մինասյանի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ պարոն Մինասյանը լսում է քաղաքացիներին, այսինքն գյումրեցի է, ով ծանոթ է խնդիրներին եւ ամենօրյա ռեժիմով հանդիպումները քաղաքացիների հետ խնդիրների արձանագրումը հնարավորություն է տալու հետագայում հենց այդ խնդիրների համար առաջարկել ճիշտ լուծումներ։